Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Հարգելի հեռուստադիտողներ, շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ հետեւում եք մեր հաղորդումները, բարեկամներ դա մեզ օգնում է եւ հաղորդումը դառնում է ել ավելի սպասված ձեր համար։ Շնորհակալություն։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային խոհանոցից եւ կարծում եմ, որ այդ ուտեստները օգտակար կլինեն նաեւ ձեր ընտանիքներում։ Բարեկամներ, Եվս մեկ հանգամանք պիտի նշեմ, շարունակում ենք այն շարքը, որը նվիրված է Երկիր մեդիա հեռուստաընկերության 10-ամյակին եւ այդ շարքը նրանով է յուրահատուկ, որ հրավիրում ենք մարդկանց, ովքեր կանգնած են Երկիր մեդիա հեռուստաընկերության ստեղծման ակունքներում։ Այսօրվա իմ հյուրը հենց այդ ակունքներում կանգնած մի անձնավորություն է, Լիլիթ Ավետիսյանը, ով աշխատում է այնտեղ որպես դիմահարդար այդ գեղեցիկ մարդկանց, այդ գեղեցիկ աշխատողներին, այդպես աշխատակիցներին, որ դուք տեսնում եք բարեկամներ, այստեղ իր լուման ունի նաև Լիլիթը։ Բարև Լիլիթ, ինչպես եք։ Լավ։ Տրամադրությունը ինչպիսին է։ Նորմալ։ Ինչ ենք պատրաստելու Լիլիթ ջան։ Աղցան, գեղամա աղցան ենք պատրաստել։ Աղցան գեղամա։ Եվ թվարկենք, տեսնենք ինչ բաղադրություն ունի։ Կարտոֆիլ, Այո։ թթվասեր, պանիր դեղին, տավարի միս եփած եւ սունկա նույնպես եփած ու կաղամբ։ Կաղամբա։ Բոլորը գեղամա լեռների ու կանանչին սամիթը։ Ահա։ Ինչ ենք անելու։ Ես ինչով կարող եմ օգնել։ Պետք է կարտոշկան շատ բարակ կտրատենք կարտոֆիլը եւ տապակել, կարծում եմ այդ գործը կհանձնարարեմ ձեզ։ Ես մեծ ուրախությամբ։ Ես կտրտեմ միսը։ Միսը քառակուսիներով կկտրտենք։ Աշխատանքը բնականաբար բոլորիս համար կարևոր է աշխատանքի ստեղծագործական լինելը, չէ՞, բոլորս ուզում ենք, որ այնպիսի աշխատանք լինի, որում դու կարող ես ստեղծագործել, որում կարող ես նաև քո միտքը դնել, եւ քո աշխատանքը հենց այդպիսին է։ Այդպիսին է, այո։ Բացի նրանից, իհարկե մենք աշխատում ենք նաև նյութական ապահովության համար, բայց հանգիստ ենք զգում, երջանիկ ենք զգում, երբ որ աշխատանքի մեջ դու ինչ-որ մի շտրիխ ես ավելացնում, ինչ-որ մի ամեն օր նույնը չի եւ կարող ես ստեղծագործել նաև։ Բավարարում եք ես այդ առումով աշխատանքը։ Բավարարում է, այսի աշխատանքից հաճույք եմ ստանում, որտեղ ամեն օր եթեր մտնող հաղորդավարներին, հյուրերին, առաջի հերթին պետք է իրենք գան ինձ մոտ, ես պետք է իրենց տեսնեմ, գեղեցկացնեմ, այսինքն գեղեցիկ են, բայց ավելի պետք է գեղեցկացնեմ։ Այո։ Ու նոր անցնեն եթերի։ Ինձ համար հետաքրքիր է իմ աշխատանքը։ Իսկ ընդհանրապես ինչն է հաջողվում ավելի շատ աղցաններն են հաջողակ լավ ստացվում քո պատրաստելիս, թե ապուրները, թե այ ինչ կա այդպես նախասիրություն։ Չեմ սիրում, չեմ էլ պատրաստում։ Այդ դեպքում ասեմ, որ դա չի էլ ստացվում։ Այ որ բալիկներն ասում են, սող չենք սիրում կամ ապուր չենք սիրում, ահա թե որտեղից է գալիս։ Մայրիկները չեն սիրում, տատիկները չեն սիրել եւ բնականաբար տունը շատ չի կիրառվել։ Այստեղից է երեխաները ավելի շատ տապակած եմ սիրում։ Ու կարծում եմ դա ավելի լավ է ստացվում։ Օրինակ, վերջերս ես մի հաղորդման էի մասնակցում, որտեղ երիտասարդ մայրիկը այսպիսի արտահայտություն արեց, որ ես ինքս բուսակեր եմ եւ իմ 2 տարեկան երեխան էլ է բուսակեր, չի սիրում այլ ոչինչ, բուսակեր է։ Այ ինչ ես կարծում, դա տիպողաբար մի երևույթ չի երեխայի հետ նկատմամբ, թե երեխան 2 տարեկան կարող է արդեն հասկանա, որ Չէ, երեխան պետք է ամեն ինչ ուտի, հետո թող մեծանա ու ինքը որոշի, բուսակեր կլինի, թե ինչ։ Բայց երեխայի առաջի սնունդը բուսական չի, չէ։ Նա նոր աճում, իհարկե։ Հենց առաջի սնունդը, հենց ծնվեց երեխան, դա հո ինչ բուսակերության մասին է խոսքը։ Չէ, պետք է երեխան ամեն ինչ իր ժամանակին ուտի։ Այո։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ չի։ Իսկ հետո ինքը կորոշի մեծանա, մամայի նման կդառնա բուսակ։ Լիլի ջան, ես անցնեմ այս կողմ, որ ես ետ կտրտեմ եւ տապակեմ։
Սունկը։ Տեսնենք ոնց ենք տապակելու։ Լավ, ես տապակեմ կարտոֆիլը։ Իսկ համեմելու ենք կարտոֆիլը։ Աղով, Միայն աղով։ միայն աղով։ Հնդածս ուղղակի հուշեմ մեր հեռուստադիտողներին, եթե ուզում ենք, որ չկրճի, պիտի արագ-արագ, շատ տաք ձեթի մեջ, արագ շրջենք, որ ինչպես Լիլիթը ցանկացավ, պիտի հատիկներով առանձնանա։ Ահա։ Մանր խորարարտիկների կտրատեցինք Այո։ միսը, Միսը եւ սունկը։ խաշված սունկը։ Խաշված սունկը։ Նախորդ խաշված սունկը, ոչ խարասունկ կամ ոչ խարասոկոն։ Որտեղ են ասում ոչ խարասոկոն։ Չգիտեմ։ Լորի մարզում, ոչ խարասոկոն։ Так։ Բնական սունկը էլ ավելի։ Հիմա ես կտրտեմ կաղամբը, այս ընթացքում դուք կհասցնեք Ես պանիրը, աշխատում։ քերում ենք պանիրը։ Կաղամբն էլ բարակ պետք է կտրատել։ Այս աղցանը օգտագործված արդեն փորձություն անցած աղցան է, թե Այո, նկարահանման համար ուղղակի։ Չէ, սա արդեն Առօրյայում փորձել։ առօրյայում փորձված Գեղամա։ Ցանուգով կարող է։ չէ, ինձ հետ կապչում։ Հիմա պանիրն էլ եմ ավելացնում։ Так, համենում եմ աղով։ Ահա, ուրեմն միսը, խաշված սունկը, պանիրը, կաղամբը խառնեցինք, անում ենք աղով պղպեղով, այո։ Հիմա ավելացնելու ենք թթվասերը։ Հետաքրքիր աղցան ստացվեց։ Ահա այսպիսի հաղորդումների, այսպիսի հանդիպումների միջոցով է նաև ի հայտ գալիս են գալիս ուտեստներ, որոնք մենք օգտագործում ենք եւ ռեստորանային, այսպես մեր գործունեության ժամանակ եւ ինչու՞ չէ տունը պիտի խորհուրդ տանք, որ օգտագործենք։ Ես արդեն մատուցող ափսեի մեջ է։ Ափսեն, այո։ Սա հավաքենք։ Արդեն լավ է։ Հա, լավ կա։ Ես խոսք էի տվել, որ այնպես պիտի վերցնենք, որ ձեթ չմնա։ Հիմա կտեղափոխենք մի ափսեի մեջ։ Դե իհարկե ախորժալի տեսք ունի, հատկապես երեխաներն են, չէ՞, բոլորը կարտոֆիլի հետ այդպես համերաշխ։ Ես պոմիդորից կարող եմ կտրտել։ Այո, իհարկե։ Հիմա մենք իրան։ Դու կարող ես ուտեստը բարսա հարդարել ինչպես ուզում ես։ Գոնե այդ ուտեստի ձևավորման մեջ ընդհանրակվի, մարդը պիտի ոչ ունենա, Ինքը մարդը ոնց ուզում է, իհարկե։ Հիմա ես այսպես արեցի, մեկ ուրիշը կարող է պատրաստել, բայց նորից ուրիշ ձևի ձևավորի։ Մենք հիմա լոլիկով էլ կձևավորենք։ Եվ խոհարարները նույնպես պիտի ունենան գեղագիտական զգացմունք, գեղագիտական նրանց այդ զգացողություններ պիտի զարգացած լինի։
Ահա։ Վերջ։ Այո, հենց այսպես էլ այսպիսի ձևավորմամբ էլ մենք կմատուցենք։ Շատ շնորհակալ եմ Լիլիթ, ապրես դու։ Ես ուզում եմ, որ եթե դու խորհուրդ ունես, եթե դու ասելիք ունես մեր հեռուստադիտողներին, մեր հեռուստաընկերության աշխատակիցներին կարող ես հնչեցնել։ Հեռուստաաշխատողներին շնորհավորում եմ մեր 10-ամյակի կապակցությամբ, իսկ հեռուստաընկերությանը ցանկանում եմ բազում հաջող եթերներ։ Բազում եւ հաջող եթերներ Երկիր մեդիա մեր սիրելի հեռուստաընկերություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, շատ ուրախ եմ, որ մասնակցեցիք մեր հաղորդմանը։ Ուզում եմ, որ մենք լինենք բոլորս առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Աղցան գեղամա, տավարի միս 200 գրամ, կարտոֆիլ 70 գրամ, կաղամբ 100 գրամ, սունկ 100 գրամ, դեղին պանիր 70 գրամ, թթվասեր, ձեթ, աղ, պղպեղ, բարեխորշակ։